Այն ինչ որ կկարդաք իրական Դանիելեն Անդերսենի մոտ, չեք տեսնի թարգմանություններում եւ մուլտֆիլմերում, հա։ Եկեք բարձ համեմատություններով գնանք, որ պատկերացնենք։ Օրինակ վերցնենք Ջրահարսը։ Հայտնի Դիսնեյ մուլտֆիլմը, որտեղ աղջիկը Ջրահարսը դեմ է գնում հոր կամքին, չէ, եւ գնում է ոտքերը ստանում ու գնում է արքայազնի հետ երջանիկ է լինում։ Ուրեմն տխրեցնեմ մեր հերոստադիտողներին, որ բոլորովին կապ չունեն այդ մուլտֆիլմը եւ հեքիաթը իրար հետ։ Եվ հետաքրքիր մի փաստ ասեմ Ջրահարսի մասին, որ Ջրահարսը ոտքեր եւ այսպես ասած արքայազնի հետ ամուսնություն այնքան էլ չէր ցանկանում նրա համար, որ արքայազնի համար խելքը գնում էր, այլ Ջրահարսը ուզում էր հավերժական հոգի ձեռք բերել, որը ջրահարսերը ջրում ապրող, այսպես ասած մարդիկ շակերտների մեջ չէին կարող ունենալ։ Ու իր տատիկի հետ խոսակցությունն այստեղ շատ այսպես խորը եւ տատիկը պատմում է իրենց մասին, ասում է մենք մոտ 300 տարի ապրում ենք, բայց մենք հոգի չունենք, մենք վերածվում ենք փրփուրի եւ այսպես ասած կորսվում ենք, հա, իսկ մարդիկ հոգի ունեն, նրանց հոգին ճիշտ է, նրանք մեզնից քիչ են ապրում, բայց նրանց հոգին հավերժություն ստանալու հնարավորություն ունի ու Ջրահարսը ուզում էր այդ հավերժությունը ստանալ։ Ու հետաքրքիր է Ջրահարսը ոնց է վաստակում այդ հավերժությունը, հա, երբ որ պահը գալիս է, որ պիտի ինքը ընտրի իր կյանքը, թե արքայազնի կյանքը, որը ամուսնանում էր եւ իր հետ չէր ամուսնանում, ինքը բնականաբար ընտրում է արքայազնին կյանք տալ, որպեսզի նա երջանիկ լինի եւ վաստակում է այդ հավերժությունը։ Այստեղ տեսնում ենք ու հետաքրքիր է որ ասում են Ջրահարսը շատ վատ ավարտ ունի, որովհետև նա վերածվեց փրփուրի եւ այլն։ Իսկ Անդերսենը գալիս է հակառակը ապացուցելու իր բոլոր հեքիաթներում։ Նա խոսում է ավելի վեր գաղափարի, ավելի վեր փրկության, վեր հավերժության մասին։